Բարև Երևան դաշինք նախազանգում է Երևանի ավականու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ստեղծված անհավասար մրցակցային պայմանների մասին։ Դաշինքը այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել իրենց արձանագրած խախտումները, վկայակոչելով տեղեկություններ ու տեսանյութեր իշխող կուսակցության թեկնածու Տարոն Մարգարյանի քարոզչությանը, մանկապարտեզի սաների ծնողներին ստիպողաբար տանելու, հանրապետականի նախընտրական պաստառները կրթօջախների վրա փակցնելու, հանրապետականի թեկնածուի քարոզարշավին քաղաքապետարանի ենթակա կազմակերպությունների աշխատակիցների մասնակցության, քաղաքապետարանի ապրիլի 7-ի միջոցառումը գործող քաղաքապետի քարոզչությանը ծառայեցնելու մասին։ Ներկայացված ցանկում նաև վկայակոչված էին Բարև Երևան դաշինքի համակիրների երթը ուժի կիրառմամբ խոչընդոտելու, դաշինքի նախընտրական պաստառները պատռելու, քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների կողմից դաշինքի կազմակերպած հավաքի բոլոր մասնակիցներին նկարահանելու վերաբերյալ նյութեր։ Սակայն կենտրոնական ընտրական հանձնաժողովը բողոքը քննարկելու արդյունքում քիչ առաջ ըստ էության մերժել է այն։ Բարև Երևան դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը մեծ զրույցում հայտարարեց, որ այս իրավիճակը իրենց համար այլևս սովորական է դարձել։ Արդեն սովորական դարձած քարոզարշավ է ստանդարտ խախտումներով, ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահում, ցուցակագրում, հետագայում կաշառք բաժանելու համար, որոշ դեպքերում տարբեր թաղամասերում կամ շենքերի առջև Ես իմ ծառն ես, իմ ծառն է սկզբունքով քարոզարշավ մի արեք, ստեղ բոլորը հանրապետական է։ Արմեն Մարտիրոսյանը ի դեպ դատապարտեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ 3 աջափնյակ համայնքում գործադրված բռնությունը, ոստիկանությանը կոչ անելով բացահայտել բռնություն գործադրողներին։ Ինչպես հայտնի է, քարոզչություն իրականացնելիս կոնգրեսի երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստներից մեկը ծեծի էր ենթարկվել եւ տեղափոխվել հիվանդանոց։ Բնականաբար անընդունելի է ինձ համար, ցանկացած պարագայում որևէ կերպ խոչընդոտում ընտրությունների իմ համար դատապարտելի է։ Այսօր Արմեն Մարտիրոսյանը Դավթաշեն համայնքում էր, նա բարևում էր անցորդներին, մտնում սննդի օբյեկտներ, խանութներ, բաժանում բուկլետներ, հաջողություն մաղթում քաղաքացիներին եւ դուրս գալիս ճիշտ ժառանգության առաջնորդ Ռաֆի Հովանիսյանի ոճով։ Բարև Երևան դաշինքն է։ Շատ ուրախ ենք, շատ ուրախ։ Ապագա քաղաքապետ։ Ժառանգության քարոզարշավի մեթոդն է, մենք անընդհատ 2007 թվականից սկսած դռնեդուռ ենք իրականացնում, նաև քաղաքացիների հետ անմիջական շփման այս միջոցն ենք օգտագործում, բայց այն, որ մենք ենք կիրառում, դա բնական է կարծում եմ, բայց որ ուրիշներն են մեր տեխնոլոգիան վերցրել, ըստ էության ինչ տեխնոլոգիա կիրառում ենք, շատ արագ կիրառում են 2007 թվականի ավտոբուս, անմիջապես ավտոբուս կիրառեցին, 2013 թվականին միկրոավտոբուսները կիրառեցին, հիմա միկրոավտոբուսներ են օգտագործում, բարևը ըստ էության Ռաֆի Հովանիսյանը որոշակի ձևով օգտագործեց, հիմա բոլորը անցել են բարևի եւ պլագիատով են զբաղվում, նույնիսկ այս առումով ինչ ասում ենք, հետո մի որոշ ժամանակ հետո ասում եմ, խնդիր չեմ տեսնում։ Այսինքն մյուս քաղաքական ուժերը ձեր քարոզարշավ մեթոդները գոհանալ չասենք, խնդիր չկա, թող օգտագործեն։ Սա ինչ որ sense հեղինակային իրավունքի վկայական հանրաշիվ։ Միջդաշինքի ներկայացուցիչներ քայլարշավով շրջում էին համայնքում, փորձեցի դավիթաշենցիների տրամադրություններն իմանալ Երևանի ավականու գալիք ընտրությունների վերաբերյալ։ Արդեն կամաց մեր Հայաստանը ծաղկում է, լավանում է, ես ամեն կուսա, ես ոչ մի կուսակցությունն չեմ միանում, բայց գիտեմ, որ բոլորն էլ լավ են, մեկից լավ են։ Այսինքն ձեր կարծիքով Հայաստանը ծաղկում է։ Հայաստանը ծաղկում է, հա, ձեր կարծիքով։ Չէ, ժողովուրդը ծաղկում արդեն։ Ժողովուրդը մենակ փախնում, բայց բանը ծաղկում։ Խոսնում է, չէ, վերջը։ Ամեն տարի սպասում ենք, բայց ամեն տարի էլ որ ոչ մի բարձում չկա։ Պայքարում են իրար դեմ։ Տեխնացուները իրար դեմ են պայքարում։ Հələ առայժմ տեսնենք մինչև վերջ որոշում վերջ որ պիտի ցայնը ստա։ Չի հետաքրքրում ձեզ։ Հետաքրքրում է, բայց ժամանակ չի։ Մեր Արմենը չէ։ Իսկ ընտրությունների մասնակցելու եք։ Անպայման։ Բա որ չգիտեք տեխնացուների։ Ճանաչում եք տեխնացուներին։ Այո։ Կողմնորոշված եք արդեն։ Այո։ Բայց դե գախտի է, չէ։ Մասնակցել